Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, դուք էլ ունեք դոլարի ծառ, բայց այն լավ չի աճում եւ բերք չի տալիս, դե իհարկե սա կատակ է, ոչ մի ծառի վրա է դոլարներ չեն աճում, խոսքը լավ աճելու եւ շատ ճյուղեր տալու մասին է, ինչպես տեսնում եք այստեղ։ Դրա համար որոշակի գիտելիքներ են պետք։ Սա ճիշտ է, շատ հեշտ պահվող բույս է, սակայն սխալ խնամքի դեպքում ունենում ենք բոլորովին այլ պատկեր։ Եվ ի վերջո բույսը փչանում է։ Եվ այսպես Զանզիբարի գանձ, դոլարի ծառ, զիզի, իսկ իրական անվանումը հենց Զամիոկոլկաս է։ Սա սուկուլենտ բույս է, հեշտ պահվող է, սակայն այն դեպքում է հեշտ, երբ որ պահպանում եք նրա խնամքի 10 կարևոր պայմանները։ Ընդ որում ասեմ, եթե նույնիսկ 9 պահպանում եք, բայց մեկը սխալ եք անում, հնարավոր է բույսը խնդիրներ ունենա, այնպես որ հաղորդմանը հետևեք մինչև վերջ եւ ունեցեք փարթամ գեղեցիկ բույս։ Արդեն ասացի, որ սուկուլենտ բույս է, սա նշանակում է, որ նրան ջրում ենք շատ ուշ եւ առատ։ Եկեք ասեմ մոտավոր ժամկետները, ամռանից ավելի ճիշտ գարնանից սկսած մինչև աշուն մենք կարող ենք ջրել ամիսը առավելագույնը շատ շոգին 3 անգամ 10 օրը մեկ ձմռան ընթացքում նրան ջրում ենք ամիսը 1 առավելագույնը 2 անգամ իհարկե անպայման ստուգելով հողը սա առաջին սովորական սենյակային ջերմաստիճանում պահելու դեպքում բույսը շատ լավ աճում է ձմռան նվազագույնը չպետք է իջնի 16 աստիճանից եթե դնում եք համեմատաբար սառը տեղ ապա այն պետք է լինի լուսավոր եւ այս դեպքում ջրում եք ամիսը 1 անգամ։ Այս բույսը չի սիրում շատ մեծ ծաղկաման։ Եթե ձեր ծաղկամանը մեծ է, ինչպես հիմա իմ մոտ է, ապա նրան պիտի կտրեք շատ հաստ դրենաժ լցնելով, մոտավորապես այս ներքևի մասը ամբողջովին պետք է լցված լինի դրենաժով, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա վերցնել իր վրա։ Իսկ ես տեղափոխել եմ սրա մեջ, որտեղ բույսը շատ էր մեծացել եւ տեղը որտեղ տեղադրված է, ոչ այստեղ։ Ինձ ավելի հարմար էր այս ծաղկամանը։ Հողը սիրում է կամ սուկուլենտների համար նախատեսված հող, կամ պատրաստում ենք ինքներս շատ հեշտ է 3 բաղադրիչով։ Վերցնում ենք 2 մաս սևահող կամ ճիմահող, 1 բաժին վերցնում ենք սովորական ավազ եւ 1 բաժին տերևախող։ Սա է հողի մասին։ Լույս։ Զամիոկոլկասը սիրում է ցրված լույս, սակայն հեշտությամբ տանում է նաեւ կիսաստվերը։ Իդեպ ասեմ, որ սա այն եզակի բույսերից է, որոնք նույնիսկ գիշերը առանց ցերեկային լույսի կարող են թթվածին տալ։ Այնպես որ տեսեք։ Շատերը կասկածամիտ ասում են, գիտեք, առոյտների ընտանիքին է պատկանում, հետևաբար թունավոր բույս է։ Ինքը թունավոր չէ, երբ որ բույսի տեսքով է։ Եթե կտրում եք, որոշ մարդկանց մոտ ոչ բոլորի, կարող է հյութը առաջացնել թեթևակի քոր կամ ալերգիա։ Դա խիստ անհատական է, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Եթե աշխատում եք նրա հետ, ապա կարող եք պարզապես պաշտպանվելու համար ձեռնոցներ հագնել։ Հաջորդը։ Բույսը երբեմն կարող է ունենալ, տեսեք, այստեղ պահել եմ, որ ձեզ ցույց տամ։ Դեղին տերև, ինչից է դա լինում։ Դրա հիմնական պատճառը շատ ջուրն է, սակայն սիրելի ժողովուրդ, ինչպես մարդու մազերն են երբեմն հները թափվում, նորերը դուրս գալիս, այս բույսի մոտ էլ նույնն է։ Տեսեք, երբ որ ցողուն է հետը ինքը փափս, իսկ սա առաջին ճյուղից ստացած, այս ամբողջ բույսը ես ստացել եմ 1 ընդամենը տերևից։ Բնական է, որ ամենածեր տերևը կարող է նաև փչանալ։ Դա շատ բնական է, նրա բնականon աճումն է, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Ինչ ենք անում։ Պարզապես ախտահանելով մկրատը կտրում ենք խորքից եւ վերջ։ Իսկ վերքը կարող ենք հենց իր հողով էլ ծածկել։ Սա էլ էսպես։ Հաջորդը, ինչից կարող է նաև բույսը վատը զգալ եւ տերևներ դեղնել։ Հաճախակի ստուգեք տերևների տակ։ Ճիշտ է, ինքը շատ կայուն է վնասատուների եւ
հիվանդությունների նկատմամբ, սակայն երկու թշնամի ունի։ Հիվանդություններից դա արմատային փտումն է, երբ մենք նրան շատ ենք ջրում, ինչ ենք անում այս դեպքում։ Ուրեմն ամենալավ տարբերակը, եթե ունեք տոպազ, կարող եք կամ տոպազով, կամ ֆիտոսպորինով մշակել։ Եթե դրանք չկա, պարզապես պատրաստեք տնական միջոցներով սոդայաջուր, ես հաղորդումներ ունեմ, այնտեղ շատ մանրամասը բացատրում եմ, կամ ջրածինի պերօքսիդով ջուրը խառնեք եւ աշխատեք այդ հիվանդությունը վերացնել։ Բացի այդ, կարող եք հողի մեջ շատ խորը մտցնել ածուխներ, այսպես փայտի ածուխ, եթե չունեք, պարզապես դեղատնից կարող եք վերցնել եւ մի ամբողջ տուփը մտցնել հողի մեջ հաբերը եւ չհանել։ Այդ դեպքում, եթե դուք ավել եք ջրում, ապա ածուխը վերցնում է իր վրա, ակտիվ ածուխը եւ բույսի փչանալու հավանականությունը արդեն իջնում է։ Ինչ վերաբերում է վնասատուներին, արդեն ասացի, շատ կայուն է, բայց 3 վնասատու կա, որոնցով հնարավոր է վարակվի։ Դա ոստայնատիզն է, երկրորդը վահանակիրը, այսպես շագանակագույն, ժողովուրդը միշտ բոլորին շիրա է ասում։ Ես էլ ասեմ, հենց շիրա եք տեսնում, ուրեմն պիտի պայքար տանեք կամ տնական միջոցներով, կամ քիմիական ճանապարհով։ Եվ վերջերս նաև շատ տարածված եւ շատ վատ վնասատու է ալրացողի ворթը, երբեմն այսպես փսորված ծամոնի նման սպիտակ բաներ կտեսնեք բույսի վրա, այդ դեպքում նույնպես անցնում ենք կամ քիմիական պայքարի, կամ պարզապես մեխանիկական բամբակով հատիկ հավաքում ենք, դա էլ է շատ օգնում։ Ինչ վերաբերում է օդի խոնավությանը, Զամիակուլկասը առանձնապես շատ խոնավասեր բույս չէ, շատ դիմացկուն է, նորից եմ ասում, բայց շատ հազվատ է, ամռան շատ շոգին, քանի որ առոիդների ընտանիքին է պատկանում, իսկ այդ ընտանիքին հիշեցնեմ, պատկանում են շատ ծաղկող բույսեր, անտուրիումները, սպատիֆիլումը, չծաղկողներից ուրեմն մոնստերանները, ֆիլադենդրոնները, իրենք օդի խոնավություն սիրում են։ Սա կարծես սպիտակ ագռավ լինի դրանց մեջ, այսինքն ցողելու կարիք չունի, սակայն շատ է սիրում, երբ տերևները մենք մաքրում ենք խոնավ շորով։ Դա շատ կարևոր է բույսի համար։ Իսկ որպեսզի տերևները լինեն շատ փայլուն, նաև շատ առողջ տեսք ունենան, կարող եք ուղղակի, երբ թրջում եք բամբակը կամ բնական կտորով շորը, լաթը, անպայման ես ավելացնում եմ մի փոքր ջրածինի պերօքսիդ, տեսեք այսպես, և դրանով հատիկ մաքրում ենք տերևները զգուշությամբ, որպեսզի չվնասենք։ Ծաղկում է արդյոք այս բույսը։ Իհարկե ծաղկում է, սակայն միայն այն դեպքում, երբ մենք նրա համար ապահովում ենք գրեթե վայրի բնության մեջ աճելու պայմանները, այսինքն այնքան լավ ենք մշակում, որ ինքը չի զգում, որ տնային պայմաններում է, այլ զգում է իրեն բնության գրկում, սակայն մի նրբություն կա։ Զամիակուլկասի ծաղիկը տիպիկ առոիդների ընտանիքի բույսերի ծաղկի նման է, ֆիլադենդրոն, մոնստերա, կալա եւ այլն, սակայն այն պիտի անպայման հեռացնել, որտեղ նախ գեղեցիկ չէ, երկրորդը բույսը այն պահպանելու համար այնքան շատ էներգիա է ծախսում, որ ինքը սկսում է թուլանալ, հետևապես կտրեք, իսկ վերքը փակեք ածխի փոշիով կամ հենց իր հողով։ Զամիակուլկասը ունի նաև մեկ հատկություն, քանի որ պատկանում է առոիդների ընտանիքին, ուրեմն նրա տերևները անպայման հենք են պահանջում, որտեղ հիմնականում բնության մեջ նրանք աճում են որևէ ծառին հենված։ Տեսեք, այս դեպքում հին տերևները հնարավոր է կախվեն։ Մենք կարող ենք վերցնել որևէ հենք եւ զգուշությամբ ամրացնել տերևները։ Եթե մենք ուզում ենք բույսը աճի ամպելային տեսքով, այսինքն որևէ հենքի վրա է դրված եւ պիտի թափվող տեսք ունենա տերևները, կապելու կարիք չկա, բայց այս դեպքում կարող եք ուղղակի փայտի ծող վերցնել եւ պլաստիկ որևէ լարի օգնությամբ ամրացնել տերևները։ Կյանքի առաջին 3 տարիների ընթացքում Զամիակուլկասի հողը անհրաժեշտ է փոխել ամեն տարի։ 3 տարին անցնելուց հետո կարող եք փոխել 3-ից 5 տարին մեկ անգամ։
իսկ վերատնկման ժամանակ շատ կարևոր է, անչափ կարևոր է հետագա կյանքի համար, որ այս, տեսեք, արմատավզիկը շատ խորը չլինի հողի մեջ, որովհետև ինքը ներքևի մասում պալարներ ունի, տեսեք, ես դες ցույց եմ տալիս, երբ որ այն շատ խորը թաղված է լինում հողի մեջ եւ մենք հաճախակի ջրում ենք, ապա փտելու հավանականությունը շատ ավելի մեծ է, այնպես որ արմատավզիկը պետք է լինի ճիշտ նույն մակարդակի վրա, ինչ նախորդ ծաղկամանի մեջ էր։ Բույսը նաև հեշտ է բազմացնել, սակայն շատերը սխալ են անում, կտրում են ճյուղը, ես ձեզ ուզում եմ ցույց տալ, եւ դնում են ջրի մեջ։ Շատ երկար է տևում, մոտավորապես 2-3 ամիս պիտի սպասեք, որ ինքը արմատակալի։ Հաջորդ հաղորդման ժամանակ, քանի որ չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնել, ես մանրամասը կպատմեմ զամյոկուլկասի բազմացման մի քանի ձևերի մասին, որոնք շատ հեշտ են եւ ընդամենը մեկ ճյուղով դուք կարող եք ունենալ բազմաթիվ բույսեր։ Սակայն մինչ այդ, որպեսզի հետևեք հաղորդումներին, ովքեր նոր են միացել մեզ, խորհուրդ կտամ բաժանորդագրվել, դա հնարավորություն է տալիս ձեզ տալ ձեր հարցերը եւ ամեն օր ստանալ գրագետ պատասխաններ։ Իսկ հիմա եւս մի կարևոր բանի մասին՝ զամյոկուլկասի էներգետիկայի խորհրդանշի եւ բաղտացույցով ում է պատկանում։ Սա բաղտացույցով ցուլերի ծաղիկն է, այնպես որ ովքեր ցուլ են ինձ նման, ապա ունեցեք անպայման այս բույսը, որովհետեւ իր էներգետիկայով այն բերում է ֆինանսներ, բերում է աշխատանքում հաջողություն, որն էլ իր հերթին բերում է ֆինանսներ եւ ընդհանրապես իր գեղեցիկ տեսքով, իր հրաշալի թթվածին տալու հատկությամբ նպաստում է ընտանիքի ֆինանսական գործերի հաջողությանը։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, գրեք ձեր հարցերը, գրեք որ բույսերի մասին եք ուզում խոսել, ես անպայման անդրադառնում եմ դրանց, թեպետ ժամկետներ չեմ ասում, այնպես որ մի փոքր համբերեք ձեր բոլոր հարցերի պատասխանները եւ այն բույսերի մասին, որոնք ուզում եք, հաղորդումները կլինեն շուտով։ Իսկ մենք կհանդիպենք, մնացեք բարյավ, միշտ ձեր տոն կոս։